Սիսակի սրտին, և քերին որոշում է կայացնում ամեն գնով առնել Վիկային, Վարդանի հավանած Վիկային։ Նա տուն է ուղարկում Վարդանին, որից հետո ճարտար լեզվի շնորհիվ համոզում է գերի ընկած աղջկան, որպեսզի վերջինս ոչինչ չհայտնի իր ընկերուհուն, ընդհանրապես ոչ ոքի ոչինչ չհայտնի։ Երկար մտորումներից հետո Սիսակը, հասկանալով, որ աղջիկ փախցնելը արդեն ոչ արդիական, նաև վտանգավոր տարբերակ է, ընտրում է մյուս, ավելի ցիվիլ ու ապահով տարբերակը։ Լենմիր, 50 տարեկան, Վիկայի հայրն է, չի աշխատում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք հայրն եք։ Ում հայրը։ Ոնց Վիկայի հայրը։ Այո, ես Վիկայի հայրն եմ, իսկ դուք ով եք։ Եթե ինձ մեզ հրավիրեք, մի բաժակ սուրճ հյուրասիրեք, ես կասեմ, թե ես ով եք։ Ավելի։ Նստեք, շնորհակալ եմ։ Վիկան տանը չի։ Չէ, Իսկ մայրը։ չէ, Իսկ շուտ կգա։ ով, Դե ասենք Վիկայի մայրը էլի։ նա չի գա։ Համենայն դեպս այս կյանքում, Ինչու։ նա հեռացել է մեզանից։ Այ հասկանում եմ։ Շատ դժվար բան է, մենակ նստել, երեխա պահել, մանավանդ աղջիկ երեխա, հասկանում եմ, շատ դժվար է։ Դուք իրավացի եք, միանգամայն իրավացի եք, Ներեցեք, ես ինչ եմ։ իրավացի եք։ Դե ես էլ եմ էդ ասում էլի։ Երբ որ երեխայի հայրն է հեռանում, դեռ կարելի է ինչ-որ մի բան ներել, համակերպվել, բայց որ մայրն է հեռանում, հնարավոր չի համակերպել, չէ։ Բա լավ, իսկի նա երեխային չի այցելում։ Ոչ, մենք ենք նրան այցելում։ Ախ, դուք եք նրան այցելում։ Ուրեմն պաստրոնիկը չի գալիս։ Նա մահացել է։ Մահացել է։ Բաս մեկ հեռացել է։ Վայ, կներեք, հիմա այդպես էլ են ասում։ Կներեք, ուղղակի ես ինչ անհարմար բան ստացվեց, ես չգիտեի, ներող կլինեք։ Ոչինչ, ով չի սխալվում։ Այո։ Դուք ով եք։
Ինչ գործով եք եկել իմ տուն։ Եվ վերջապես որտեղից եք ճանաչում իմ աղջկան։ Ես եկել եմ խնդրելու ձեր աղջկա ձեռքը։ Սա ձեզ, իսկ սա ձեր աղջկա։ Իհարկե շնորհակալություն, բայց ես չեմ պատրաստվում իմ աղջկան ամուսնացնել։ Դուք հանգիստ եղեք։ Ամուսնության բոլոր ծախսերը ես իմ վրա եմ վերցնում, իմ վրա։ Ծախսը ինչ կապ ունի։ Իմ երեխան դեռ երեխա է։ Ամուսնության մասին ոչ մի խոսք չի կարող մնել։ Այդ տարիքում դա մեծ սխալ կլինի։ Իրոք, այսինքն դուք ուզում եք ասել, որ փոքր է, հա։ Բա մեր տատերը ժամանակին ինչպես էին ամուսնանում, անչափահաս, հա։ Ամուր ընտանիք էին ստեղծում, երեխաներ էին ունենում, եւ ընտանիքներ ամուր լինում, եւ պետությունը։ Լսեք, իմ աղջիկը ուսանող է։ Նա պետք է սովորի, պետք է տքնի։ Պետությանը այսօր խելացի երեխաներ են պետք։ Հա, ես բան չեմ ասում, բայց մեկը մյուսին չի խանգարում, չէ՞։ Թող ամուսնանա, ամուսինը կողքնի նրան, նա էլ տքնի։ Չգիտեմ, լսեք։ Շնորհակալ եմ։ Գիտեք, ես ձեզ մի բան ասեմ։ Ես իմ կյանքի կեսը վազգացրել եմ Ռուսաստանում։ Այնտեղ 18 տարեկան աղջիկը 50 տարեկանից խելացի է, ավելի չափահաս, նրանք ավելի ռեալ են մտածում այդ մասին։ Մենք ռուս ազգից շատ բան ենք սովորում, նրանք շատ խելացի, շատ զգայուն, հա։ Լավ։ Արեք մի բաժակ խմենք։ Ընթացքում կկողմնորոշվենք, որն է ճիշտը, որը սխալ։ Բայց եկեք պայմանավորվենք։ Այս շիշը, որ բացում եմ, դա դեռ չի նշանակում, որ ես իմ համաձայնությունը տվեցի։ Պայմանավորվեցինք։ Ես էլ ուզում եմ խմեմ քո աթար կենաց, Սիսակ ջան։ Ներողություն, արդար չէ, արդար։ Արդար կենացը Սիսակ ջան։ Աշխատում ես։ Ես, դա ոնց։ Ուրեմն գործերի գերագույն հաջողություն եմ ցանկանում։ Աշխարհին էլ խաղաղություն։ Շնորհակալ եմ։ Գեր։ Անուշ։ Սիսակ ջան։ Սիսակ։ Հա թողալի Սիսակ։ Սիսակ ջան։ Մոսա։ Ուզում եմ հոգիս բացեմ քո առջև։ Բաց։ Չեմ ամաչում, պիտի ասեմ, նա որ քեզ չասեմ, էլում պիտի ասեմ, դու իմ հարազատն ես, իմ ջիգերն ես, ես իմ Վիկային շատ եմ սիրում, շատ, լավ երեխա, դաստիարակված,
զարգացած ու էլի դաստիարակված։ Բայց դա երեխա է։ Ուզում եմ խնդրեմ, որ երբ կառանձնանաք, անենց անես, որ աղջիկը շատ չնեղվի։ Յուրը Լևին ջան, ես չհասկացա, որ ճիշտն ասեմ։ Ադե ինչ կա չհասկանալու։ Ամուսինները առաջին գիշերը ինչ են անում։ Այդ նկատի ունեմ էլի։ Վայ։ Ինչ որ անում են, բայց այդ հիմ էլ ինչ կապ ունի, այդ ցավը Լևին ջան։ Չհասկացա։ Այդ արդեն փոշմանեցիր։ Ինչից է փոշմանել։ Դու չես եկել աղջկաս ձեռքը խնդրելու։ Հա, եկել է։ Բայց ես էլ համաձայնվեցի։ Այդ դեր համար էլ ասում եմ, որ դու եւ Վիկան, ջան, Հա, եկել է, բայց ինձ համար չեմ եկել, ուզել է այդ ցավը տալեմ։ ում համար ես եկել։ Նա բանի, քրոջս տղու։ Նրա ծնողները ստեղ չեն, ես եմ եկել խրվախոսյան, Լևին ջան, այդ ասում չասում, Վար, ես ինչ անհարմար բան ստացվեց։ Ես էլ կարծում էի, շատ անհարմար բան ստացվեց։ լավ, շատ մի ուզվի, Լևին ջան, բան չկա, տեսլալն եմ, բա ես էլ մարդն եմ, բա ես ես տարիքից թույլ կտայի, հա? Չնազ, ներողություն, որ ասենք, ես ուզեի աղջկատ, դու աղջկատ, չէ, ներողություն, Ես համաձայն չի, սկզբում, բայց հետո երբ սկսեցինք շփվել, շփվենք, բա ոնց, կարծիքս աստիճանաբար փոխվեց դեպի դրականը։ Ափսոս, Ինչ է ափսոս։ չէ, հենց էլի ասում եմ, հենց ասում եմ, Ես էլ որ Խամի, հա, խմեմ,